Ողջույն, իմ սիրելի փոքրիկ բարեկամներ։ Մուլտիպլիկացիոն ողջույն ձեզ, փոքրիկ նկարիչներ, եթերում մուլտիկնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում Քերի Մայիլը, Քերի Մուլտիկնիկը, մուլտաշխարհի ամենաբարի նկարիչը։ Ողջունում են մեր լավագույն բարեկամները, Ապաչի ընկերությունը իր թխված կաբլիտներով, կրեկերներով։ Արևածաղկի սերմերով եւ քաղցր ձողիկներով հանդերձ։ Իհարկե, ձեզ նաեւ ողջունում են իմ ետևում գտնվող բոլոր մուլտիպլիկացիոն հերոսները, ես գիտեմ, որ նրանց դուք շատ եք սիրում։ Չնեղացնենք մեր ժամապահ Քերուն, ճիշտ է, նա էկրանին չի երևում, բայց նա շատ բարի է ժամապահ Քերին, մեզ այսօր երկար ժամանակ կտա, այս տեսախցիկի ետևում է նա գտնում, որպեսզի ձեզ սովորեցնեմ նկարել մի դյուրին մուլտիպլիկացիոն կերպար։ Իհարկե, իմ լավ բարեկամներ, դա կանենք թվերով, թե ինչպես կասեմ, հիմա դուք պետք է սպիտակ թղթիկները, գունավոր մատիտները, ռետինե ջնջոցը եւ սև կախարդական մատիտը պատրաստ տարեք։ Թվերով ինչպես ենք նկարելու այս հերոսին։ Ուզում եմ մենք թվերով նկարենք սոխակ, ծիտիկ ենք նկարելու, այսպես ասած։ Իսկ թվերով, ինչ թվերով, ինձ կարող եք ասել, որ թվականն է այս տարի։ 2022, 2000-ը հանում ենք 22, ես ուզում եմ 2 հատ 2-ով ձեզ սովորեցնել նկարել սոխակ, 2-ը գիտեք չէ ինչպես է գրվում, այս թվանշանները, տեսեք, եթե ես այսպիսի տպատար 2 եմ գրում, 1, 1, 2, սա էլ երկրորդ 2-ն է, տեսեք, ինչ թվեր եք տեսնում այստեղ, 22 կամ 2 հատ 2, դե իհարկե, տպատար, ինչպես ենք մենք այս թվերը դարձնելու մուլտիպլիկացիոն հերոս, էնել սոխակ, ինչ ենք անում, 2-ի կլորիկ մասը այսպես ուղիղ միացնում ենք այստեղ, տեսակ, այստեղ փորիկ ենք նկարում, փակագծի նման, այստեղ գլուխ ենք նկարում կլորիկ, թևիկներն ենք առանձնացնում կորգծիկով 1, 2, 3, 1, 2, 3, եթե այս ներքևի գծիկը, սիրելի փոքրիկներ, ես ճուղ դարձնեմ, ծառի ճուղ, այստեղ էլ համարյա նույն ձևով փորիկ տամ և մի հատ կլորիկ էլ այստեղ նկարեմ, կտուց կնկարեմ այստեղ, իսկ այս մասում արդեն բացված կտուց, ձվաձև աչքեր եմ նկարելու 1, 2, կիսալուսնաձև սևիկը 1, 2, տեսեք ինչ լավ ստացվեց, այստեղ ճանկերը կնկարեմ, այստեղ էլ, նույնիսկ մեկ թևիկ այստեղ կերևա, պոչիկը այստեղ ենք նկարելու, մյուսի պոչիկը, այ այստեղ, տեսեք ինչ ստացվեց, սիրելի փոքրիկ բարեկամներ, եթե նույնիսկ տերևիկներ նկարենք ծառի ճյուղի վրա, մենք հասկանանք, որ տեսեք, 2 թվանշանից կարողացանք նկարել սոխակ, դուք կարող եք տերևիկներ նկարել, կարող եք ուղղակի իմ լավ բարեկամներ ծաղիկներ նկարել, ինչ եմ անելու, պետք է ներկենք, քանի որ ասում եք սոխակ, եթե մեկ սոխակը լուր է, մյուս սոխակը երգում է, դրա համար այստեղ նոտաներ կնկարենք, այսպես, վերջ, ամենակարևորը ուզում եմ, որ ամենա չնկարող փոքրիկը այս պահին Քերի Մուլտիկնիկի հետ կարողանա նկարել։ Խրթխրթացնում եք Ապաչի ընկերության ձողիկներից մեկը, վերցնում կարմիր մատիտը, թևիկների սրածայր մասը, սիրելի փոքրիկներ, այսպես կարմիր ենք ներկելու, կրծքավանդակը, այսպես, պոչիկը կնդգծենք ուղղակի, և պոչիկի փետուրները էլի կարմիր ենք ներկելու, շատ լավ է, ընդգծում ենք աչքերը,
Սա մեկ։ Մյուս սոխակը գուցե եւ կարմիր չանենք։ Ինչ գույնով։ Կարող ենք ասենք թե նարնջագույն։ Այո, նարնջագույն կանենք։ Տեսեք ինչ ենք անում։ Էլի ընդգծելու ենք կոպերը, երկու սոխակ, ովքեր երգում են։ Թևիկը, կրծքավանդակը կլորացնենք, մյուս թևիկի պոչիկը, այսպես, պոչի փետուրները, ճանկերը այսպես ուղակի, այս նկարը ուզում եմ նկարեն այն փոքրիկները, ովքեր 3-ից 5 տարեկան են, մեծերն էլ կարող են նկարել, ուղղակի ամենաչնկարող փոքրիկները այս պահին կարող են նկարել, տեսեք, վերցնում ենք մոխրագույն մատիտով ծառի ճյուղն ենք ներկում, դեղին մատիտը, ուր է մեզ պետք է օգնության գա ամենակախարդական դեղին մատիտը, ուզում եմ գտնել նրան, խառնվել է մատիտների մեջ, ահա նա, առաջի սոխակը, դեղին եմ ներկելու, խառնելով կարմիրին, իհարկե, գիտեմ, հիմա փոքրիկները մայրիկների հետ միասին փորձում են նկարել 22 թվանշանից ստացված մեր սոխակին։ Սպիտակ մասեր եմ թողնում, եթե նկատում եք, պոչիկն ենք հիմա ներկում, շատ լավ է։ Մյուս սոխակին ենք ներկելու, մյուս սոխակին ներկելու եմ ամենաբաց կանաչ մատիտով։ Տեսեք ինչ ենք անում, այ այսպես։ Թևիկն ենք ներկում, փորիկը և պոչիկն ենք ներկում։ Տեսակ, հիմա կտուցները ներկելու ենք, նարնջագույն, բայց այս անգամ մուգ նարնջագույն կվերցնեմ ես, սիրելի փոքրիկներ, այսպես ուրեմն, փակ կտուցով սոխակը և երգող սոխակը։ Կանաչ տերևիկ, ուր ես, ահա, կանաչը տերևիկներն ենք ներկում, մի փոքր նկարը գեղեցկացնելու համար, տեսեք, շատ մանրակրկիտ չեմ նկարում, որպեսզի փոքրիկները նկարելուց չվախենան, ասեն, տեսեք, տերևս մի փոքր լավ չի ստացվել, ուղղակի պետք է փորձել նկարել, սիրելի փոքրիկ բարեկամներ, ուղղակի նկարել, եթե նկարեցիք, ուրեմն ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, տերևիկի ճյուղը, այսպես, վերջացրեցինք, հետո ինչ ենք անում, առանձնացնելու համար վերցնելու ենք բաց կապույտ մատիտը, ուղղակի սպիտակ թղթիկը, այսպես ճնշելու ենք, որպեսզի և սոխակները լավ երևան, և ճյուղը, այդ ժամանակ կհասկանաք, թվանշանից ինչպես կարելի է այսպիսի սոխակ ստանալ, մուլտիպլիկացիոն իհարկե կերպարանքով, հիմա սպիտակ թղթիկը ես ճնշում եմ, դուք ձեր սոխակներին շատ լավ եք տեսնում, ինչպես նաև ծառի ճյուղը, տերևիկները և այլ և այլ։ Կարծում եմ շատ դյուրին ձևով սովորեցինք նկարել։ Ամենաարագ և հեշտ նկարվող հերոսները, որոնք ստացվեցին 2 թվանշանից։ Դա վեր չէ, հեշտ, արագ, որտեղ անընդհատ փոքրիկներ կան, որ նամակ են գրում քերի մուլտիկնիկին, 3, 4, 5 տարեկան փոքրիկներ, որ խնդրում են քերի մուլտիկնիկին շատ դյուրին ձևով սովորեցնում նկարել այս կամ այն մուլտիպլիկացիոն հերոսին, կամ ուղղակի այսպիսի հերոս։ Ինչ ենք անելու, սև մատիտը կվերցնեմ, ես նրանց կընդգծեմ ավելի մուգ, որպեսզի լավ երևա ձեզ հերոսը, այսպես, պոչիկը կընդգծեմ, տեսակ,
ուղղակի եզրագծում եմ։ Սա կարող եք նաև անել մուգ կապույտ մատիտով, սիրելի փոքրիկներ։ Վերջ, այսպես մի փոքր լողոզելու ենք, քանի որ քերին բարի է և լիքը ժամանակ է մեզ տալիս, մենք նկարը ավելի արտահայտիչ կդարձնենք, թե մենք ձեզ հետ միասին ինչ ստացանք, այսպես։ Վերջ, իսկ հիշում եք, սիրելի փոքրիկներ, սկզբից մենք ինչ արեցինք, ուղղակի երկու թվանշանը ստացանք, այսպես, այսպես։ Եվ երկու թվանշանից մենք կարողացանք նկարել այս սոխակներին։ Անպայման, եթե ձեր փոքրիկը սիրելի ծնող 3, 4 կամ 5 տարեկան է և ինքնուրույն նկարեց 22 թվանշանից այս երկու սոխակներին, ուրեմն այս նկարը կարող եք ուղարկել քերի մուլտիկնիկին, որպեսզի ձեր փոքրիկը մասնակցի մեր մրցույթին և մեր Ապաչի ընկերության կողմից ստանա քաղցր ձողիկներ, թխված կաբլիկներ, ես հրավիրեմ նրանց իմ տաղավար փոքրիկներին, հաղթողներին իհարկե։ Վերջ իմ փոքրիկ բարեկամներ, որպեսզի այս նկարները, ձեր նամակներն ու առաջադրանքները հայտնվեն քերի մուլտիկնիկի կախարդական փոստարկղում, ապա պետք է ես հիշեցնեմ մեր հասցեն, անփոփոխ հասցեն, երևի այստեղ։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Սիրելի ծնողներ, անպայման բաժանորդագրվեք մուլտիկնիկ YouTube-յան էջին։ Տեսեք, եթե ձեր փոքրիկը նամակ է ուղարկել քերի մուլտիկնիկին, քերի մուլտիկնիկը ընթերցել է, ցուցադրել է նկարները, բայց դուք այդ հաղորդումը բաց եք թողել, կարող եք գտնել հենց մուլտիկնիկ YouTube-յան էջում։ Այսքանը ժամանակն է հրաժեշտի։ Ժամապահ քերին, մեր երկող սոխակն ու չերկող սոխակը, մուլտաշխարհի բոլոր հերոսները, մեր լավագույն բարեկամ Ապաչին և քերի Մայիլը ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը։ Հաջորդ հաղորդմանը կվերցնենք ևս մեկ թիվ 5 թվանշանը և 5 թվանշանով ևս մեկ մուլտիպլիկացիոն հերոս կպատրաստենք, կնկարենք։ Սպասեք հաջորդ հաղորդմանը, իսկ հիմա Ալբուլդա։ Baba zip bop, 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 baba zip bop.